Հանրայինի եթերում առաջին լրատվական հիմնական թողարկումն է, բարի երեկո, առաջարկում եմ նախ մի քանի տողով ծանոթանալ մեր լրազամբյուղին։ Հաղթական երթ դեպի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտ, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցը Չեխիայի ընտրանին է։ Իմաստուն խաղի Հայաստանի առաջատարը պահպանում է հաղթանակի հնարավորությունները շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում։ Լևոն Արոնյանն ընդամենը կես միավորով է ետ առաջատարից։ 3000 տոննա ֆերոմոլիբդեն եվրոպական շուկաներում Armenian Molybden Production ընկերությունը կվերամշակի վտանգավոր թափոնները, կառավարությունը կաջակցի նոր ծրագրերի իրագործմանը։ Ինքնասպանություն թե սպանություն, բրիտանական ոստիկանությունը բռնության հետքեր չի գտել Բորիս Բերեզովսկու դիակի վրա, նշանակվել է նոր գործաքննություն։ Փենյանը չի հանդուրժի Վաշինգտոնի սպառնալիքները, Հյուսիսային Կորեան պատրաստ է միջուկային հարվածներ հասցնել Միացյալ Նահանգներին։ Եվ այսպես մոտ մեկ ժամ առաջ մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը հանրապետական մարզադաշտ, մեր հավաքականը դուրս էր եկել մարտական կազմով ու տրամադրությամբ։ Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ ոքի։ Մեր հավաքականը մի քանի անգամ մոտ էր խաղի հաշիվը բացելուն։ Խաղն այս պահին շարունակվում է, մեր թողարկման ընթացքում կտեղեկացնենք խաղի արդյունքի մասին։ Իսկ Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում Բորիս Գելֆանդի հետ պարտիայում անհաջողությամբ մատնվելուց հետո հայկական շախմատի առաջատարն իրենից կես միավորով առաջ թողեց հիմնական մրցակցին։ Մագնուս Կալսենը, որը 3 փրկեց ծանր դիրքը Կրամնիկի հետ պարտիայում եւ հասավ ոչ ոքի արդյունքի, ունի 6 միավոր, Լևոն Արոնյանը 5.5, Կրամնիկն իր ակտիվում ունի 5 միավոր։ Մրցաշարում այսօր հանգստյան օր է, վաղը 10-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Վասիլի Իվանչուկի հետ, որին առաջին շրջանում սևերով պարտության էր մատնել։ Անդրադառնանք օրվա քաղաքական անցուդարձին, մոլիբդենի արդյունահանումից ստացված վտանգավոր թափոնները կվերամշակվեն Armenian Molybden Production ընկերությունն այդ նպատակով ձեռք կբերի համապատասխան արդի սարքավորումներ։ Վերամշակման արտոնագիրը տրամադրել է կառավարությունը, որ նաև ֆինանսապես է աջակցել ընկերությանը տնտեսական աճ ապահովելու հեռանկարով։ Խոշոր հարկատուի աշխատանքների ծավալներին, տեմպին ու հաջողություններին այսօր ծանոթացել է երկրի վարչապետը։ Արմինե Պետրոսյանն է պատմում։ Armenian Molybden Production ընկերությունում նախորդ տարվա արտադրանքի ծավալներից գոհ են։ Արտադրած 3000 տոննա ֆերոմոլիբդենը մոտ 20 միլիարդ դրամի արտադրանքը եվրոպական շուկայում ամբողջությամբ իրացվել է։ Այս տարվա առաջին 2 ամիսներին ընկերությունը տվել է 520 տոննա արտադրանք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 340 տոննայի դիմաց, ապահովել շուրջ 53% աճ։ Հիմնական հումքը ձեռք ենք բերում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, շուրջ 4000 տոննա տարեկան։ Հետագայում հույս ունենք նաև թեուտի հանքարդյունաբերական կոմպլեքսի գործարկումից հետո ստանալ հումք նաև թեուտի կոմբինատից։ Վարչապետ Սարգսյանը շրջել է ձեռնարկությունում ծանոթացել զարգացման ծրագրերին։ Կառավարությունն ի դեպ Armenian Molybden Production-ին տրամադրել է վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման արտոնագիր։ Ընկերությունն աճ արձանագրելու համար մտադիր է վերամշակել վտանգավոր թափոնները եւ ստանալ լրացուցիչ քանակի ֆերոմոլիբդեն։ Զարգացման ծրագրերը նոր այլ ֆերոհամաձուլվածքների արտադրություն, դրսից ներկրել դրանց համապատասխան հումքերը, որպեսզի ծավալները մեծացնենք։ Ճգնաժամային տարում կառավարությունն ընկերությանն աջակցել է 15 միլիոն դոլարով։ Armenian Molybden Production-ը կատարել է ներդրումներ, արդիականացնելով վերամշակման ամբողջ տեխնոլոգիան։ Ընկերության մշակած հանքահումքային պաշարները բարձր գնով են վաճառվում եվրոպական շուկայում։ Կան վստահելի եւ երկարաժամկետ պայմանագրեր, որոնք հնարավորություն են տալիս ձեռնարկությանը եւ այս ոլորտի ձեռնարկություններին, մետաղագործական, մետալուրգիական ոլորտի ձեռնարկություններին երկարատև եւ կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր իրականացնել, որովհետեւ պահանջարկ աշխարհում մոլիբդենի, ֆերոմոլիբդենի եւ մետաղական արտադրանքի նկատմամբ բավականին կայուն է։ Աշխատատեղեր Armenian Molybden Production-ը ճգնաժամային տարում դեռ ավելացրել էր։ Ընկերությունում այսօր զբաղված է 500 մարդ, ամսական միջինը 210,000 դրամ աշխատավարձով։ Արմինե Պետրոսյան, Տիգրան Բաբայան, առաջին լրատվական։ 2.5 տարի և 1 միլիոն եվրո Հայաստանում միգրացիոն նոր ծրագրի տևողությունն է ու արժեքը։ Ծրագրի դոնորը Եվրախորհուրդն է, որն իր մասնագետներին գործուղելու է մեր երկիր, համատեղ աշխատելու և միգրացիոն գործընթացի վերաբերյալ իրազեկման մակարդակը բարձրացնելու։ Երևանն արդեն թիրախային կետ չէ,
Ծրագրի աշխարհագրությունը կընդգրկի նաև Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերը, որտեղ էլ կհիմնվեն միգրացիոն ռեսուրս կենտրոններ։ Հայաստանյան կողմն այսօր հուշագիր է ստորագրել եվրոպացի գործընկերների հետ։ Տարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանից 3 մարդուց 2-ի արտագաղթելու հիմնական դրդապատճառները սոցիալ-տնտեսական են, մի դեպքում աշխատանք չունենալը, մյուս դեպքում բարձր վարձատրվող կամ էլ մասնագիտական աշխատատեղերի բացակայությունն է, գործառույթությամբ զբաղվելու բարդությունները։ Արտագաղթի աշխարհագրությունը վերջին 20 տարիների ընթացքում առանձնակի փոփոխությունների չի ենթարկվել։ Միգրանտների գրեթե 70%-ը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին, ընդ որում գերակշիռ մասը Ռուսաստանի Դաշնությանը, մոտ 10%-ը մեկնում է եվրոպական երկրներ, այդքանն էլ ԱՄՆ և այլ երկրներ։ Կասեցնել արտագաղթը նշանակում է վերացնել այն ծնող պատճառները։ Սոցիալ-տնտեսական ուղղությունների բարելավման քաղաքականության համատեքստում Եվրախորհրդի ֆինանսական աջակցությամբ հերթական ծրագիրը ունի 30 ամիս տևողություն և 1 միլիոն եվրո բյուջե։ Փոխըմբռնման հուշագիրը ստորագրեցին աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն ու Մարդը կարիքի մեջ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավարը։ Աջակցություն Հայաստանում շրջանակաձև միգրացիային և վերաինտեգրման գործընթացին ծրագիրն այս անգամ մայրաքաղաքից բացի թիրախային է համարել Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերը, որտեղ ծրագրի շրջանակում կհիմնվեն միգրացիոն ռեսուրս կենտրոններ։ Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, ովքեր մեկնում են դուրս աշխատանք փնտրելու և տնտեսական կայունությունը ապահովելու համար։ Արևելյան գործընկերությունը նոր հեռանկարներ է բացում, հնարավորություններ տալով Հայաստանին ավելի ինտենսիվ համագործակցել Եվրամիության անդամ երկրների հետ, նաև միգրացիայի ոլորտում։ Եվ այս ծրագիրը հատկապես նպատակ ունի կանխարգելել անկանոն արտագաղթը, միևնույն ժամանակ աջակցելով աշխատանքային միգրանտների վերաինտեգրմանը Հայաստանում։ Միգրացիոն հոսքերն առավել կառավարելի դարձնելու նպատակով Հայաստանում իրականացվում են մի շարք ծրագրեր։ Մարդը կարիքի մեջ կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը որպես գործընկեր այս անգամ ընտրել է ՀՕՄ-ին հանրապետության տարբեր մարզերում միավորներ ու նաև սոցիալական նմանօրինակ խնդիրներ ունեցող շերտի հետ գործակցության հարուստ փորձ ունենալու շնորհիվ։ Ակնկալվող արդյունքների մասին խոսելիս ծրագրի պատասխանատուները նկատում են, որ նախորդ բոլոր ծրագրերը ծառայել են նպատակին։ Մարդկանց մի մասը խորհրդատվությունների արդյունքում չի մեկնել երկրից կամ եթե որոշումը չի փոխել, մեկնել է արդեն իրազեկված։ Եթե հնարավոր է իրականացնել այնպիսի գործընթացներ, որոնց արդյունքում մարդիկ չմեկնեն, ինչու չանել այդ ծրագիրը։ Եթե հնարավոր է այն մարդկանց, ովքեր որոշել են մեկնել, տալ ճիշտ տեղեկատվություն, որպեսզի արդյունքում նրանք չդառնան անօրինական միգրանտ, չդառնան շահագործման զոհ, եթե որոշել են մեկնել, գոնե իրազեկված մեկնեն, ապա ինչու չանել նման ծրագիր։ Իդեպ Տիկին Բեժանյանի խոսքով նախորդ ծրագրի 2633 շահառուներից 1460 վերադարձած միգրանտների մեծ մասը բիզնես ծրագրերի միջոցով կարողացել է ապահովել իր զբաղվածությունը, շարունակական կապ պահպանելով նաև գրասենյակի հետ։ Փոխել միգրացիայի հանդեպ վերաբերմունքը, երբ մարդիկ կմեկնեն, բայց նաև կվերադառնան, վստահ լինելով, որ դրսում ձեռք բերած գիտելիքները կծառայեն նպատակին։ Ընդհանուր առմամբ սա է աջակցության ծրագրերի գաղափարը։ Լուսինե Մկրտչյան, Արտակ Ղևոնդյան, Առաջին լրատվական։ Պաշտպանության նախարարությունում այսօր տեղի է ունեցել քննարկում նվիրված հումանիտար ականազերծման աշխատանքների ոչ տեխնիկական հետազոտության և բուն ականազերծման փուլերին։ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնն ու Շվեյցարիայի ականազերծման հիմնադրամի 2012-ի սեպտեմբերից Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում իրականացնում են համատեղ աշխատանքներ։ Քննարկմանը ներկայացվել են փորձագիտական կենտրոնի գործունեության առանձնահատկությունները, առկա խնդիրներն ու մարտահրավերները։ Պաշտպանության նախարարը նշել է, որ ականազերծման աշխատանքներին այսօր պետք է տրվի համակարգային ընթացք։ Սերյան Օհանյանի խոսքով Հայաստանի սահմանի ամբողջ երկայնքով բավականին լուրջ աշխատանք է կատարվել անվտանգության ապահովության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ 2013 թվականի գերակա խնդիրների շարքում ընդգրկված է Հայաստանի Հանրապետության տարածքի հումանիտար ականազերծման գործընթացի և ժամկետած ու կիրարկման ոչ ենթակա զինամթերքի և ռազմական տեխնիկայի ուտիլիզացման նախապատրաստական աշխատանքների իրականացում։ Երևանի ավականու ընտրություններին ընդառաջ ոստիկանությունը պաշտոնական կայքեջում զետեղել է ընտրողների նախնական ցուցակները ըստ ընտրական տեղամասերի, ներբեռման, իսկ ԿԸՀ կայքում որոնման հնարավորությամբ։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի ղեկավարի տեղակալ Վարուժան Բալյանը առաջին լրատվականին հայտնել է, որ ընտրական օրենսգրքի համաձայն ընտրողների ցուցակների վերջնական տարբերակները համացանցում կհրապարակվեն 40 օր անց։
Մինչև այդ ոստիկանությունը հայտարարում է, որ Երևանի ավականու ընտրությունների ընտրացուցակների ճշգրտման, ինչպես նաև անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով մարտի 26-ից ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է թեժ գիծ 53-32-73 հեռախոսահամարով։ Ռաֆի Հովհաննիսյանը գրավոր պատասխանել է երկրի նախագահի 3 իրեն հասցեագրված նամակին, որում Սերժ Սարգսյանը նախագահական ընտրություններում երկրորդ տեղն զբաղեցրած թեկնածուին հորդորել էր դադարեցնել հացադուլը, 1-2 օր կազդուրվել, այնուհետև միասին նպատակադրված աշխատել։ Պատասխան նամակում Ռաֆի Հովհաննիսյանը առաջխաղացում է համարել հանգամանքը, որ նախագահ Սարգսյանը պատրաստ է բանակցությունների։ Շնորհակալ եմ իմ առողջությամբ մտահոգվելու համար, անհանգստանալու հարկ չկա, ես միանգամայն առողջ եմ, կազդուրման կարիք չունեմ և կարող ենք առանց հետաձգելու իրականացնել մեր աշխատանքային հանդիպումը հանուն սահմանադրական նոր Հայաստանի, գրել է Ռաֆի Հովհաննիսյանը։ Միջազգային լրահոսից Հյուսիսային Կորեայի հետ կապված միջազգային հանրության հույսերը չարդարացան։ Շատերը կարծում էին, որ Կիմ Չեն Իրի երիտասարդ որդին կվարի ավելի հավասարակշռված քաղաքականություն, սակայն ստացվեց լրիվ հակառակը։ Միջուկային փորձարկումներին, բալիստիկ հրթիռների արձակմանը Արևմուտքը, մասնավորապես Միացյալ Նահանգները, պատասխանեց տնտեսական նոր պատժամիջոցներով։ Փենյանին հունից հանում է նաև ամերիկա-հարավկորեական համատեղ զորավարժությունները և ամերիկյան ռմբակոծիչների թռիչքները կղզու տարածքով։ Կիմ Չեն Ինը սպառնում է հրթիռային հարվածներ հասցնել Միացյալ Նահանգներին։ Կվերածվեն հակաամերիկյան սպառնալիքները գործի, մարտական պատրաստության վիճակի են բերվել հյուսիսկորեական բանակի հատկապես հրթիռային ստորաբաժանումները։ Scotland Yard-ը բռնության հետքեր չի հայտնաբերել նախկին ռուսաստանցի միլիարդատեր Բորիս Բերեզովսկու դիակի վրա։ Նրա կողմնակիցները սակայն շարունակում են պնդել, որ Բորիսի մահն անսպասելի է եղել և նա դավադրության զոհ է գնացել։ Այնինչ Լոնդոնի ոստիկանությունը երկշաբաթյա ժամանակ է պահանջում Բերեզովսկու մահման հանգամանքների ամբողջական պատկերը ներկայացնելու համար։ Վարկածները տարբեր են ինքնասպանությունից մինչև սպանություն։ Մարիամ Մխիթարյանն է ներկայացնում։ Scotland Yard-ը հրապարակել է դիահերձման արդյունքները, Բերեզովսկին կախվել է։ Մասնագետները բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերել, հետևաբար դժվարանում են հայտարարել, որ օլիգարխին կախել են։ Հայտարարությունը տարբեր արձագանքներ է առաջացրել Բերեզովսկու մոտիկ ու հեռուծանոթների ընկերների շրջանում։ Մի մասը չի բացառում ինքնասպանության տարբերակը, քանի որ աշխարհին որպես խելացի, գործունյա, ինտրիգների սիրահար հայտնի միլիարդատեր Բերեզովսկին վերջին շրջանում ֆինանսական ու հոգեբանական լուրջ խնդիրներ ուներ եւ հաճախ է խոսել ամեն ինչից հիասթափվելու, կյանքի նկատմամբ հետաքրքրությունը կորցնելու, ինչպես նաեւ ինքնասպանության մասին։ Բրիտանական կողմը Բերեզովսկու մահվան հանգամանքների մասին շատ սուղ տեղեկություն է հաղորդում, ինչը դժվարացնում է որոշակի եզրակացություններ անելուն։ Այնուամենայնիվ, ավելի իրատեսները քիչ հավանական են համարում ինքնասպանության վարկածը։ Պատճառն այն է, որ մարդ իրեն չի կարող խեղդել։ Իսկ եթե կախվել է, ապա պետք է դրա համար առաստաղից հարմարանք լիներ, որը լոգարանում չկա։ Միաժամանակ Բերեզովսկու մարմնի վրա չեն հայտնաբերել բռնության հետքեր, ինչը հերքում է մեկ այլ անձի միջամտությունը։ Հայտնի է դարձել նաև, որ օլիգարխը մոտ 5 ժամ մնացել է առանց թիկնապահի։ Գործարանի ինքը իր միակ թիկնապահին ուղարկել է խանութ գնումներ կատարելու, իսկ երբ վերջինը վերադարձել է, Բերեզովսկուն մեռած է գտել։ Անցկացնում են նաև գործարարել դիակի թունաբանական եւ հիստոլոգիայի տեստեր, որոնց արդյունքները պարզ կլինեն մի քանի շաբաթից։ Բերեզովսկու հարազատները եւ մտերիմները հուսով են, որ նրա մահվան հանգամանքների հետաքննությունը կավարտվի որքան հնարավոր է շուտ, որպեսզի իրեն կարողանան հուղարկավորել նրան։ Բայց չէ նաև կանցկացվի արդյոք եկեղեցական արարողություն։ Բորիս Բերեզովսկին հայտարարում էր, որ ինքը ուղղափառ է, եթե հետաքննությունը եզրակացնի, որ նրա մահվան պատճառն ինքնասպանությունն է, ապա դա կխանգարի եկեղեցական ծիսակարգին։ Բերեզովսկու մահվան մասին մանրամասներ հրապարակելուց բացի Արևմտյան մամուլը նշել է նաև օլիգարխի մահվան 4 հավանական վարկած։ Առաջին Կրեմլի Մոլիկ քննադատին սպանել են ռուսական հատուկ ծառայությունները։ Երկրորդ վարկածով Բերեզովսկին սպանվել է բրիտանական հատուկ ծառայությունների կողմից։ Երրորդը ինքնասպանությունն է, գումարի հետ կապված խնդիրների պատճառով։ Ոստիկանության եզրահանգումներից քիչ հավանական է դառնում 4-րդ տարբերակը՝ բնական մահվան հնարավորությունը։ Մարիամ Մխիթարյան, Առաջին լրատվական։ Սիրիայում չեն դադարում թեժ մարտերը, հրթիռակոծվել են Դամասկոսի կենտրոնական թաղամասերը, կան զոհեր ու վիրավորներ, ականներից մեկն ընկել է Սանա պետական լրատվական գործակալության անցակետի վրա, մի մարդ մահացել է, մի քանիսը վիրավորվել։ Այս չդադարող հակամարտության ֆոնին էլ ՄԱԿ-ը որոշել է կրկնակի կրճատել Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնող իր աշխատակիցների թիվը, որը հասնում է 100-ի։ Նրանցից 50-ն այժմ լքում է Դամասկոսը։ Կազմակերպությունը բացատրել է, որ այդ քայլին է դիմել անվտանգության նկատառումներից ելնելով, քանի որ հյուրանոցի տարածքում, որտեղ տեղավորվել է ՄԱԿ-ի անձնակազմը, պայթյունները չեն դադարում։ ՄԱԿ-ի ղեկավարության որոշմամբ անորոշ ժամանակով կփակվի նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Լախդար
Էբրահիմիի գրասենյակը։ Նրա աշխատակիցները կտեղափոխվեն Կահիրե կամ Բեյրութ։ Երևան-Փարիզ համագործակցության գլուխգործոցներից մեկը Արմեն Տիգրանյանի հանճարեղ Անուշ օպերան ճաշակի, մեղեդայնության ու արվեստի նոր շունչ կհաղորդի Հայաստանի ու Ֆրանսիայի հանդիսատեսին։ Ավելի քան մեկ դար առաջ բեմականացված օպերան այսօր հանդիսատեսին է ներկայանում բեմական նոր հանդերձանքով լուսաձայնային արդի լուծումներով։ Ռեժիսոր Սերժ Ավետիքյանի ֆրանսիացի գործընկերների համար Անուշը քաղաքակրթական մի նշաձող է, որն իր տեքստային ու երաժշտական արվեստով մնայուն արժեք է համաշխարհային մշակույթում։ 1912-ին Գյումրիում Անուշ օպերայի առաջին բեմադրությունից 101 տարի անց հայ հանդիսատեսը կրկին կընտրի գրական եւ երաժշտական երկու հսկաների Թումանյանի եւ Տիգրանյանի գլուխգործոցը անմահ օպերայի հայ-ֆրանսիական բեմադրությունը։ Բանակցությունները բարդ էին ու երկարատև։ 2 տարի շարունակ Հայաստանի եւ Ֆրանսիայի մշակույթի նախարարությունները քննարկում էին ոչ միայն ֆինանսական, կազմակերպական, այլև ստեղծագործական հարցեր։ Այժմ փաստում են գիտակցում են ամբողջ պատասխանատվությունը, ազգային արժեքի հետ գործ ունեն։ Բեմադրող ռեժիսոր Սերժ Ավետիքյանը Փարաջանով ֆիլմի ավարտից անմիջապես հետո հասել է Երևան, ասում է ժամանակը չափազանց քիչ է։ Պատասխանելով գլխավոր հարցին, թե արդյոք ավանդական ակադեմիական ներկայացում է բեմադրվում, ընդգծում է, անկասկած պահպանելու են հավատարմությունը եւ Թումանյանին եւ Տիգրանյանին։ Հենց ինքը Թումանյանի պոեմը եւ Տիգրանյանի մոտեցումը իրենք շատ արդեն ունիվերսալ են, իրենք ունեն այդ հատկությունը իրենց մեջ։ Իրենց պետք էր միայն զտել, մաքրել, փոշի հանել։ 1912-ի բեմադրությունը չափազանց համեստ էր եւ անգամ աղքատիկ, բեմում ընդամենը 15-ն էին։ Այսօր միայն ստեղծագործական կազմում ընդգրկված է 40 արտիստ։ Կազմակերպիչները փաստում են, տարվա ամենամասշտաբային եւ ծախսատար նախագիծն է, եւ այս դեպքում էլ գլխավոր հովանավորը Վիվասել MTS-ն է։ Բեմական ձևավորումը, հագուստներն ու խորեոգրաֆիան մեկ հեղինակային լուծում կստանան։ Նիկոլայ Մյուզենն այս ոլորտում մեծ փորձառություն ունի, բայց այնինչ ապրել է Անուշի նախապատրաստական փուլում, այժմ պարզապես շոկ է որակում։ Ես իսկական մշակութային շոկ վերապրեցի, բայց պետք է ասեմ, որ ներկայացման բոլոր մասնակիցները բարձր պրոֆեսիոնալներ են, եւ հիմա ամեն ինչ նույնքան մեղմ ու հանդարտ է, որքան Անուշ բառը։ Ուզում եմ նշել, որ ես ավելի շատ զգացական, քան ինտելեկտուալ մոտեցում եմ ցուցաբերել։ Մինչև բեմադրական աշխատանքը սկսել է Սերժ Ավետիքյանը փնտրել եւ Չարենցի թանգարանում գտել է Տիգրանյանի ձեռքով գրված պարտիտուրը, որի մշակումն ու գործիքավորումը կատարել է Անահիտ Սիմոնյանը։ Բեմադրողն ու կազմակերպիչները լիահույս են, որ նոր Անուշը ուղղակի դատապարտված է հաջողության։ Ապրիլի 26-ին եւ 27-ին ներկայացման Երևանյան նորամուտն է։ Ճիշտ մեկ ամիս անց հայ-ֆրանսիական Անուշը կներկայացվի նաեւ Փարիզում։ Նոնե Ալեքսանյան, Արմեն Անդրեասյան, Առաջին լրատվական։ 500 օրինակ դասագիրք պետհամալսարանի նվերը մայրբուհ նստացել է մեր երկրում Գերմանիայի դեսպանությունից։ Լրատվական ժուրնալիզմ դասագիրքը գերմաներենից հայերեն է թարգմանվել հատուկ ԵՊՀ ժուրնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների համար։ Այսօր կայացած շնորհանդեսին մասնակցել է նաև Երևանում Բերլինի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին։ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր գոհունակությունը շնորհակալություն է հայտնել դեսպանին ոչ միայն այս դասագրքի, այլև առհասարակ համալսարանի հետ գործակցելու համար։ Ժուրնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը վստահ է, որ լրագրության ոլորտում գերմանական փորձը մեծապես նպաստելու է Հայաստանում լրատվական ժուրնալիստիկայի զարգացմանը։ Մշտապես հաղորդակից են եղել ռուսական ժուրնալիստիկայի դպրոցի ավանդույթներին, ամերիկյան ժուրնալիստիկայի դպրոցի ավանդույթներին։ Լրատվական ժուրնալիստիկա դասագիրքը, որ մեզ է նվիրել Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատունը, մեզ կօգնի, որպեսզի հաղորդակից լինենք գերմանական ժուրնալիստիկայի դպրոցի այն ավանդույթներին, այն ձեռքբերումներին, որոնք պիտի օգնեն հաստատապես մեր ուսանողներին դառնալու այն մասնագետները, որոնց ներկայությամբ մեր լրատվադաշտը ավելի հասուն, գեղեցիկ ու ճիշտ պիտի ինքնադրսևորվի։
Ազգային ժողովրդավարների դաշինք կուսակցության նախագահ համոզված է, որ պետք է արագացվի ազգ պետության ձևավորման գործընթացը։ Արշակ Սադոյանի կարծիքով այդ նպատակի իրականացման համար հաշվի են առնվել աշխարհաքաղաքական արդի զարգացումները, հեռահաղորդակցման ոլորտում առկա նվաճումները, որոնք լայն հնարավորություն են ընձեռում մեծ սփյուռք ունեցող ժողովուրդներին աշխարհով մեկ ինքնակազմակերպվել, ձևավորել գործուն կառույցներ եւ իրենց ուրույն տեղն ու դերը գրավել քաղաքակրթական զարգացումներում։ Այս ամենի վերաբերյալ Սադոյանը բացնամակ է եղել Հանրապետության նախագահին ու Ռաֆի Հովհաննիսյանին։ Նամակի հեղինակը պարզաբանել է, թե ինչ է ենթադրում այդ ծրագիրը։ Հայաստան մայրաքաղաք պետությունով համազգային կառույցների ամբողջական միասնական համակարգ աշխարհով մեկ եւ փորձել պետական միջամտությամբ ձևավորել մոտորապես այնպիսի պատկեր, ինչպիսին ունեն հրեաները իրենց աշխարհով մեկ տարածման մեջ։ Փորձել ձևավորել ոչ թե Հայաստանաբնակ 3 միլիոնի, այլ աշխարհով մեկ 10 միլիոն հայության, այսպես ասած, ազգ կազմակերպության կամ նոր տիպի պետության ստեղծման խնդիրը։ Մայրաքաղաքի նոր վարչական շրջանի հանգստյան գոտիները կապահովեն արտաքին լուսավորության նոր ցանցով ու ոռոգման համակարգով, կկառուցվեն ճեմուղիներ, կտեղադրվեն նստարաններ ու զրուցարաններ, ինչպես նաև մանկական ժամանակակից խաղերով կահավորված խաղահրապարակներ։ Ընթացող բարեկարգման աշխատանքներին այսօր ծանոթացել է Երևանի քաղաքապետը։ Տարո Մարգարյանը նաև հետևել է մշակույթի տան վերանորոգման ու ջեռուցման ծրագրերի ընթացքին։ Ծրագրի շրջանակում շենքում առանձնացված արվեստի խմբակների դասասենյակները կկահավորվեն նաև համապատասխան գույքով, դահլիճն ու բեմն էլ կվերազինվեն անհրաժեշտ տեսաձայնային և լուսային ժամանակակից տեխնիկական միջոցներով։ Երևանի ենթակայության տակ ունենք 50 մշակույթի տուն, երաժշտական դպրոցներ և արվեստի դպրոցներ։ 44-ը ջեռուցված են, 2013 թվականին արդեն 6-ը կջեռուցենք և արդեն աշխատանքները սկսված են և այս տարի Երևան քաղաքում մի շարք մշակույթի տների կապիտալ վերանորոգման աշխատանքներ կիրականացնենք։ Թողարկման եզրափակիչ հատվածում դարձյալ այս օրերի կարևորագույն իրադարձության մասին հայկական շախմատի հանճար Լևոն Արոնյանի ու մրցակիցների համար այսօր հանգստյան օր էր։ Նրանք, հիշեցնեմ, Լոնդոնում պայքարում են շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավաքնորդների մրցաշարում։ Վաղը մրցաշարի 10-րդ տուրն է եւ մեր առաջատարի խաղային որակների ու այս մրցաշարից մեր ակնկալիքների մասին իր գնահատականներն է ներկայացրել շախմատի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Վանիկ Զաքարյանը։ Ես մտածում եմ, որ տեսնենք, եթե նրան ու Ռաջաբովին տանի, ես կարծում եմ Լևոն պետք է հասնի։ Հատկապես եթե Կարլսոնն հենց խաղա, ոնց որ ես վերջի երկու պարտիան էր խաղում Ռաջաբովի եւ Կրամնիկի դեմ, լավ չէր խաղում իսկապես, բայց դե բարձավար չես իմանա։ Լևոնին ոգևորել է պետք։ Այ հիմա եթե հիմա շախմատասերներ են եւ շախմատը սիրում են եւ ցավում են, որը ես չեմ կասկածում, հենց հիմա է Լևոնին պետք է։ Այո, հենց հիմա այսօր ամենակարևոր օրն է, որ մեր ժողովուրդը, մեր շախմատասերները եւ այլը ցույց տան, որ ցավում են եւ նազգա այս մեծ հետաքրությունը, որ կա Հայաստանում։ Այս աստիճանի բարձր կարգի շախմատիստների տուրնիր ոնց որ առաջի անգամ է եւ շախմատիստներ են, որոնք փաստորեն շատ ուժեղ են, իսկ երկուսը շատ ավելի ուժեղ են։ Ըստ էության գահն է վիճարկվում այս փաստորեն վիճարկում է գահը եւ փաստորեն այդ գահը որ տարավ, ինձ թվում է դեռ մի քանի անգամ կպաշտպանի։ Վանիկ Զաքարյանի հետ հարցազրույցը կարող եք դիտել 23:15-ին։ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում շարունակվում է Հայաստան-Չեխիա հանդիպումը, չեխերը բացել են հաշիվը, իսկ հայ ֆուտբոլիստները գրոհում են եւ փորձում հավասարեցնել հաշիվը։ Մայրաքաղաքում այսօր ֆուտբոլային շունչներ թևածում, հայտնի Ֆաֆի կամ առաջին հայկական ճակատի ակտիվիստներն ու հայկական ֆուտբոլի երկրպագուներն այսօր երեկոյան վերջին պատրաստություններն էին տեսնում Հայաստան-Չեխիա հանդիպման ընթառաջ։ Երկու հավաքականների համար էլ այս խաղը վճռորոշ է լինել, որովհետև հաղթողը հնարավորություն է ստանում պայքարել ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար։ Քաղաքի կենտրոնից մինչև հանրապետական մարզադաշտ ֆուտբոլասերներին ուղեկցել է իմ գործընկեր Տիգրան Դանիելյանը։
Ազատության հրապարակի հակառակ մասում ֆրանսիական հրապարակում ոչ թե միտինգ է, այլ խաղաղ հավաք ու երթ դեպի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտ։ Օրվա ամենակարևոր իրադարձությանը հայ ֆուտբոլասերները պատրաստվել են դեռ շաբաթներ առաջ։ Նախ Արամ Խաչատրյանի արձանի մոտ հավաքվում են, բաժանում երկրպագուների վզկապները, շապիկներն ու հետո սկսում ներկել դեմքը։ Հետաքրքիր է, տարբեր գալիս են, տարբեր նախշազարդեր են ուզում ու շատ օրիգինալ է մեր ազգը։ Ֆաֆին այս անգամ միացել են նաև գյումրեցի երկրպագուները, սիրահայերն ու վիրահայերը, վանկարկումներով ու թմբուկների հարվածներով, առաջին հայկական ճակատի երկրպագուներն ու առհասարակ ազգային հավաքականի խաղերի հետևող ֆուտբոլասերները խաղից մոտ 1 ժամ առաջ շտապում են մարզադաշտ։ Գլխարկ ենք վերցրել, իհարկե մեր եռագույնը մեր վրա եւ իհարկե մեր երգերով, մեր ողջույններով դեպի հաղթանակ։ Հայաստան-Չեխիա երրորդ հանդիպմանը մեր թիմի կազմն այսպիսին է. Ռոման Բերեզովսկի, Վալերի Ալեքսանյան, Ռոբերտ Արզումանյան, Տարոն Ոսկանյան, Կամո Հովանիսյան, Կարեն Մուրադյան, Հենրիխ Մխիթարյան, Էդգար Մանուչարյան, Մարկո Սպիզելի, Գևորգ Ղազարյան, Յուրա Մովսիսյան։ Հայտարարագրված է նաև Արա Սոզբիլիսը։ Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության նախընտրական փուլերում մեր հավաքականը հանդես է գալիս B խմբում։ Առայժմ նախավերջինն է 3 միավորով։ Առաջատարն Իտալիայի հավաքականն է։ Մեր ոգևորվածությունը մեծ է, տղաներն էլ լավ մարզավիճակում են, բայց միևնույն է, բուքմեյքերները առավելությունը տալիս են չեխերին։ Շատ երկար ժամանակ ենք սպասել, քանի որ սա պաշտոնական տարվա առաջին խաղն է եւ մենք պատրաստ ենք տեսնել Հայաստանի հավաքականի հաղթանակը։ Այս խաղը ճակատագրական է երկու թիմերի համար էլ։ Հաղթանակի դեպքում մեր հավաքականը կարող է շարունակել պայքարն ու ինչու ոչ, հայտնվել նաև աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում։ Տիգրան Դանիելյան, Ռոմիկ Խաչատրյան, առաջին լրատվական։ Խաղի ավարտի մնացել է մոտ 20 րոպե, լիահույս ենք, որ մեր տղաները անպայման կգրանցեն հաջողություն։ Մեր լրազամբյուղն սպառվեց, տաղավարում աշխատեց Աբրահամ Գասպարյանը։ Առողջ եղեք։